Սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք այս ուղերձը փոխանցել էր Սամվել Կարապետյանը, ով 110 օրից ավելի է, ինչ գտնվում է ապօրինի, ակնհայտ ապօրինի կալանքի պայմաններում։ Կարող եմ հստակ մի բան ասել, իր կամքը, վճռականությունը և այն, որ հաղթանակը անխուսափելի է, այդ համոզմունքը լրիվ տեղն է։ Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ նույնիսկ քաղաքական հետապնդումից չենք զարմանում։ Սա լավ բան չէ, բայց դա մեր իրականությունն է։ Գիտեք, ժամանակին հին Հռոմում մի խոսք կար, որը, եթե այսպես ձևակերպենք որպես սկզբունքի, քանի որ այն ժամանակ էլ անարդարություն լինում էր, բայց հին Հռոմն էր, 21-րդ դարը, չէր, այն ձևակերպում էր հետևյալ կերպ. թող արդարությունը իրականացվի, թեկուզ երկինքը փուլ գա։ Արդյոք Հայաստանում մենք տեսնում ենք այդ կամքը ու վճռականությունը ունեցող տեսակների։ Արդյոք իրավապահ համակարգում տեսնում ենք այդ տեսակը։ Ավելի շատ ամեն օր վերհիշում ենք մի հայտնի առակ անիրավ դատավորի մասին, որի խոսքերը հետևյալն էին, որն է այդ անիրավ դատավորը։ Դա դատավորն է, որը չի վախենում Աստծուց և չի ամաչում մարդկանցից։ Այս ժամանակահատվածում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է հենց նման տեսակ դատավորների կողմից, ամոթ նման դատավորների, անիրավ դատավորի կերպարների։ Բայց մի բան հստակ է, ժողովուրդ ջան, արդարությունը միշտ էլ գերակայում է, արդարությունը միշտ էլ հաղթելու է, և մենք հաղթելու ենք միասին, այո։ Շնորհակալություն։